Իդեպ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմ, ձերբակալվել են մոտ 1 տասնյակ հոգևորականներ։ Փաստաբանների փոխանցմամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը պարզապես բռնի անհետացել է։ Պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը։ Հատկանշական է, որ եկեղեցականների դեմ այս գրոհին նախորդել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշչուքյուր Փաշազադեի բողոքը հայ առաքելական եկեղեցու հասցեին։ ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Ալաշուքյուր Փաշազադեն նշել էր. հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի եւ նոր բախման, ապակառուցողական քարոզչության միջոցով ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն խաղաղության գործընթացը։ Այս մեղադրանքները թերևս շատ նման են գործող իշխանությունների կողմից իրենց ընդդիմախոսներին հղվող խոսքերին, թե մենք խաղաղություն ենք ուզում, դուք խանգարում եք։ Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին Էջմիածին, փորձելով գրոհել Վեհարանը եւ ձերբակալել ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս իրադարձություններին եւս նախորդել էին Ալաշուքյուր Փաշազադեի մեղադրանքները եկեղեցու եւ մասնավորապես կաթողիկոսի հասցեին։ Սրանք համընկնումներ են, թե Ադրբեջանի հերթական պահանջի կամ ցանկության բավարարում։